Երբար աստուծո, որ մարդասիրաբար արատ ողորմության շնորհիվ մեզարին տալիս է հավատքի նոմով միաբան հավատքով մասնակից լինելու սուրբ պատարագի հոգևորական արարողության։ Միաժամանակ որդիաբար շնորհակալություն եմ հայտնում Արարատյան հայրապետական թեմի բարեկամ առաջնորդական փոխանորդ երաշնորհ Տեր Նավասար Սրբազան arciepiscoposi. Սրբազան ծերդ սրբազության հաղթում եմ արևշալություն և գաչարապչություն, որպեսի բազում գարիներով հովվեք ծեր խնամքի անցնված համայնքը և հոդ։ Եկեղեցու քահանա այրերի մաղթում եմ բարի ծառայություն և մտղաբեր առաքելություն։ Անունոր և որդու և ողջույն սրբո ամեն։ Չէ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են ուղարկված ծառայելու նրանց ովքեր փրկությունը պիտի շարքեն։ Քրիստոսասեր և եկեղեցասեր ժողովուրդ հայ առաքելական եկեղեցու դոնացույցի համաձայն այսօր կոչվում է երկրորդ զանգազարդ։ Քրիստոսի հրաշագար ամբարձման 4-րդ օրն է այսօր և այս տոնը հաստատված է մեր առաքելահիմն եկեղեցին որպես կրոնական և ազգային հավատության հիշատակություն։ Եվ մեր հավատքի հայրը երանելի և բազմաչարչար սուրբը Գրիգոր Լուսավորիչ խորբիրաբի մեջ բամբարկված էր, վայելում էր Աստծո նախախնամությունը և ամեն օր այցելում էր հրեշտակը ըսկոպելու և խրախուսելու սուրբին։ Եվ որ հրեշտակը չայցելեր և հաջորդ օրը սուրբը հարց տալիս է հրեշտակին, թե ինչ էր հիմնական պատճառը բացակայության։ Եվ հրեշտակը բացատրելով ասում է, թե երկնային զորքերը հրեշտակները ունեն 9 հասարակություններ և Քրիստոսի օրտնաբեր համբարձման դոնին արիքով հրեշտակած 10 երբաբար մասնակցում է երկնային արարողության այդ ըսկանչելի դոնախմբության։ Եվ հրեշտակը ասում է ինք պատկանում է հրեշտակած 4-րդ դասու և այսօր ինք միացած էր հրեշտակների հետ մեծավայելուչ երբով պարապանելու ըստ Քրիստոս վերին Երուսաղեմի ջարդարաբերը։ Այս տոնը հավատացյալ ժողովուրդ մեր աչքերի առաջ բացում է հրեշտակների գավառած, երկյուղած, հոգևոր և խորհրդավոր պաշտամունքը։ Երկրորդ զանգազարդը օրտնապերդոն է և մեզ հրավիրում է հրեշտակային երկակցության և հոգևոր ջերմեռանդության մասնակցելու եկեղեցու արարողական կյանքի, որպեսզի Քրիստոսի եկեղեցու անդամ լինելու մեր վադիվը և կոչումը լավագույն կերպով արժևորենք, որպեսզի լինենք Աստուծո ընտանիքի հարազատ անդամները։ Այս խորհրդավոր տոնը նաև հիշեցնում է մեզ հրեշտակների նվիրական գործունեությունը և յուրահատուկ առաքելությունը։ Պողոս առաքյալ խոսելով հրեշտակների մասին եբրայեցիների նամակի առաջին գլխի մեջ ասում է, չէ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի շարքեն։ Առաքյալի այս խոսքեն եզրակացնում ենք, թե Աստծո փրկության ծրագրի մեջ յուրահատուկ գործ, սուրբ գործ վստահվել է հրեշտակներում։ Մենք աղոթքի ժամանակ Աստծուն ասում ենք, ով երկնային զորքերու Աստված։ Մենք նաև որպես եկեղեցի ունենք հրեշտակների նվիրված հատուկ տոն,
հրեշտակները մեր օգնականն են, մեր բահաբաններն են, հրեշտակները միաժամանակ Աստուծո կամքը կատարողներն են, Աստուծո պատկանները հռչակողներն են, երկնքի մեջ Աստուծուն պարապանում են, երկրի վրա հրկության հետ կապված ճշմարտություններ փոխանցում են։ Եվ մենք երբ կարդում ենք Սաղմոս 103-ը, պարապանական աղոթքը, Սաղմոս 2-ն ասում է, օրհնեցեք Տերը, ով հրեշտակներ, որ ուժով զորավոր եք, որ անոր խոսքին ձայնը լսելով իր հրամանը կկատարեք։ Ուրեմն հրեշտակները հնազանդությամբ Աստուծո կամքը կատարում են։ Եվ մենք երբ աղոթում ենք տերունական աղոթքը, ասում ենք Եղիցին կամքո որպես հերբինս, հերբին։ Երկնքի մեջ հրեշտակները կատարում են Աստուծո կամքը և մենք հրեշտակների գործունեությամբ սովորում ենք Աստուծո կամքը կատարել որպես հնազանդության գեղեցիկ արտահայտություն և վկայություն։ Հրեշտակները և հին գտակարանի մեջ և նոր գտակարանի մեջ հատուկ առաքելությամբ մարդկանց երևեցան։ Նույնիսկ Ստեփանոս նախնավեգա, նախքան ենթարկոցվինը, Եբրայեցի ամբողին ասաց, բարձերում եք, որ օրենքը ստացակ հրեշտակների ձերանք։ Ուրեմն եբրայական ավանդությամբ օրենքը դրվեցավ դասկապանյան հրեշտակների ջամփով։ Սոդոմ Գոմորի պատմության մեջ հրեշտակը երևում է Հովդին և ասում է քաղաքը պիտի գործանվի անփարոյության և անարակության պատճառով։ Դանիելի մարգարեության մեջ Սեդրակ, Միսակ, Աբեդնագով երբ փոցավար հնոցի մեջ էին, հրեշտակը կանգնեցավ հնոցի մեջ և գրագե փոցը թոթափեց հնոցեն։ Նոր ուխտի մեջ մենք տեսնում ենք, թե հրեշտակները Քրիստոսի ծննդյան ավետաբեր առիթով օրհներգություն են կատարում, ասելով «Փառք իբարձուս Աստուծո», և այս հոգևոր երգը ներթափանցեց եկեղեցու առօրական կյանքերս և մեր եկեղեցու հայրերը հրեշտակային այդ երկարծությամբ ներշնչվեցին և օրինեցին «Փառք իբարձուս» շարականը։ Բադարակի արարողության ժամանակ, երբ երկրում է սուրբ, սուրբ, սուրբ դեզորությանց այս զմայլեցուցիչ շարականը առնված է Եսայի մարգարեության մեջ, երբ մարգարեն տեսում էր, թե հրեշտակները պարապանում էին Աստուծուն։ Ուրեմն հրեշտակները մեր հավատքի կյանքի հետ սերտ կերպով առնչված են և դրա համար աղոթքի մեջ ասում ենք «Հրեշտակ խաղաղության քո առաքյա արվես»։ Խնդրում ենք Աստուծուց, որ հրեշտակները մեզ մշտապես լինեն, բահաբան և օգնական։ Եվ վերջապես, երբ մենք այսօր դոնախմբում ենք երկրորդ զարգացածի դոնը, հիշում ենք, թե սրբազան ավանդության ջամփով բահբանվել է այս տոնը, և մենք կարևոր դերակատարություններ ունենանք ավանդության ջամփով։ Ոմանք երբեմն ասում են ինչ է ավանդությունը։ Մենք ասում ենք սրբազան ավանդություններ, որոնք կապ ունեն մեր բարեպաշտական ապրելակերպի հետ։ Դրա համար Պողոս առաքյալ երկրորդ Թեսաղոնիկեցիների նամակի երկրորդ գլխի մեջ հոգեշահ հորդոր է տալիս, ասելով «Արդ եղբայրներ, հաստատուն մնացեք և պինդ պահեք այն ավանդությունները, որ սովորել եք, լինի խոսքով և լինի նամակով»։ Մեր բարձրաստիճան եկեղեցականներեն մեկը ավանդության մասին խոսելով ասում է. «Եկեղեցիմը, որ չունի ավանդություն, ենթակա է մշտական փոփոխության, ինչ որ համազոր է վատեհաբաշխության»։ Ուրեմն մենք ավանդության ջանքով ապրում ենք հոգևոր փորձառություն, որովհետև եկեղեցու նվիրական ավանդությունները հոգեխոս վկաներն են մեր հայրերի ունեցած
գործառության և Արաքինի ապրելակերպին։ Դրա համար անհնար է պատկերացնել արարողական և պաշտամունքային կյանք առանց եկեղեցու հավանությունների։ Եվ երկրորդը մեր երանելի հայրապետը վայելում էր Աստծո խնամքը, մուտքի վիրապի մեջ դանչվում էր, բայց միաժամանակ սրտի սկոպանքով և հոգու հրճվանքով վայելում էր հրեշտակի այցելությունը, և հրեշտակի այցելությունը մեծագույն ապացույցն էր Աստծո ցուցաբերած հայրական խնամքի և հոգատարության։ Մուտքի վիրապի մեջ էր, դանչվում էր, բայց ազատ էր։ Ազատ էր Սուրբը հոգով, խոճով, մտքով։ Այսօր շատեր բանդի մեջ չեն, բայց իրենց կյանքը կաշկանդվել է մեղքերի հետևանքով։ Մուտքի վիրապը, Սուրբի դանչանքը հիշեցնում են մեզ, թե չկա հաղթանակ առանց խաչի։ Ուրեմն այսօրվա տոնը մեզ հրավիրում է սիրելիներ, վերանորոգ հոգով, ուխտաբանությամբ, հավատարմությամբ գրելու խաչը, որպես Քրիստոսի պատկանելու ապացույց, գրելու խաչը այսօր ցավը մեր սրտում, վաղը կյանքի ճահը և գնարը մեր սրտին, գրելու խաչը փորձառաբար ապրելու մուտքի վիրապի խորհուրդը, որպեսզի նաև և մի վիրապի ցնծությունը ունենան, ապրելու Գեթսեմանի տագնապը, Գողգոթայի դարաբանքը, բայց նաև անբացման սիդենյացների այդ ուրախությունը և ցնծությունը ունենան։ Հետևաբար այսօր հավատքով միաբան անգեց խոստովանությամբ մենք էլ խնդրում ենք Աստծուց, որ գրկի երկնային զորքերի պատկանող հրեշտակները, որպեսզի մեզ լինեն բարեխոս, բաղաբան և օգնական։ Երկրորդ զարգազարդ, եկեք մենք այսօր զարգազարդվենք հոգևոր օրհնություններով, մսագազարդվենք արդարության ձեռքերով, մաքրազարդվենք սրբագեցավ ապրելակերպով և լուսազարդվենք Քրիստոսի պատկանելով, որպեսզի մեր մայր եկեղեցու հովանու ներքո շարունակենք մեր կյանքի երթը և մենք էլ մասնակից դառնանք հրեշտակային հրաշալի երկարծությամբ ասելով Սուրբ, 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 Տեր Զորքյանց, Արտոր և Որդու և Որդուի սրբով, այժմ և միշտ և ավիտյանս ավիտենից։ Ամեն։ Երկում ես համարձակացայն պարպարով, անան ըսպերանս մեր, գարդանս կեզ, երկնավորդ հայր և ասեի։